Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, բարև Հայաստան։ Այսօր ես շատ երկար չեմ խոսելու ժողովրդան, բայց մի քանի կարևոր թեմաների մասին պիտի խոսեմ։ Ուրեմն առաջինը ուզում եմ հանդիպմանը Պուտինի ու Փաշինյանի հանդիպման մասին մի քանի բան ասել, մի քանի բառ, իմիջայլոց բոլոր լրատվականները եւ ադրբեջանական եւ ուկրաինական, նույնիսկ ռուսական լրատվամիջոցներ ուղղակի զարմացած էին Փաշինյանի պահելաձևով ու Փաշինյանի Պուտինի պատեպատ տալով։ Դուք տեսակ չէ այդ Պուտինի վիճակը, այդ մոնղոլ թաթարը չարությունից քիչ էր մնում տարակվեր, հազիվ էր իրան զսպում, որ չծխվի, չպայթի, բայց շատ գեղեցիկ ձևով, շատ դիպլոմատիկ, շատ ձևով Փաշինյանը ասեց ամեն բան, դրեց Պուտինի առաջ ինչ որ կա, որ մեր մոտ դեմոկրատիա է, ես չեմ միանձնյա որոշում, որոշում է ժողովուրդի տարբերություն ձեր երկրի, որ մի խախտված ապուշ, մի մոնղոլ թաթար կարա նստի ու ինչ ուզենա էնել անի։ Մեր մոտ ասեց նման վիճակ չի։ Մեր երկրում դեմոկրատիա է, նույնիսկ շատերի կարծիքով ավելի շատ, քան թե պետքա լիներ։ Դրանից ավել էլ ինչ ասեր։ Շատ լավ արեց, որ ասեց, որ մեր մոտ մենք մեր օրակարգից հանել ենք տերիտորիալ պահանջը Ադրբեջանին, նույնն էլ արել է Ադրբեջանը, մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը ու նախնական պայմանագիր ենք կնքել խաղաղության, մեր ժողովուրդները պատերազմ չեն ուզում, պատերազմի չեն ձգտում, հակառակը մենք ուզում ենք ամեն կերպ բարելավել մեր հարաբերությունները, նորմալացնել մեր հարաբերությունները, իմիջայլոց ստեղ մի բան եմ ուզում ասել, ժողովուրդ չգիտեմ ես ճիշտ եմ թե սխալվում եմ, ես հասկացա, որ Պուտինը երկու առաջարկ արեց եւ մեզ եւ Ադրբեջանին։ Ուրեմն տողատակում երբ որ ինքը խոսեց Արցախի մասին, տողատակում մի բան էր, որ Ադրբեջանին հասկացնում էր, որ տես, եթե դու չմիանաս մեզ, ես կխլեմ քեզանից Ղարաբաղը ու կտամ հայերին։ Իսկ մեզ Հայաստանին հասկացնում էր, որ եթե դուք չմիանաք մեզ, ես Ադրբեջանին կխոստանամ միջանցքը, որ ձեզանից կխլեմ կտամ իրանց ու ձեր երկու երկրների այդ ծրագրերը կփոշիացնեմ։ Նա միաժամանակ սպառնաց եւ Ադրբեջանին եւ Հայաստանին։ Հիմա ժողովուրդ ջան, մենք երկու ժողովուրդներով եւ ադրբեջանցիները եւ Ալիևը, Իլհամ Ալիևը եւ մեր երկրի ղեկավարությունը պիտի հասկանան, որ երկու ժողովրդով միասին, պլյուս նաեւ Վրաստանը, մենք պիտի պահենք մեր դիրքերը։ Միասին, իրար հետ, համագործակցված, այլ ճանապարհ ես չեմ տեսնում։ Ու մի բան էլ,
Ժողովուրդ, կարող է շատերդ համաձայն չլինեք իմ հետ, բայց ես հասկանում եմ մի բան, որ հարձակվելով Ուկրաինայի վրա ու չկարողանալով իրենց SVO-ն մի քանի օրում իրագործել, Ռուսաստանը մտավ փակուղի։ Հիմա տեսեք, Ամերիկան իր սպասելիքները ունի Ռուսաստանից, որի համար բացահայտ Տրամպը օգնում է Պուտինին, մտածելով, որ վարձահայտույց կլինի իրեն։ Մյուս կողմից Չինաստանն է, որը թույլ չի տալիս, որ պատերազմը դադարեցնի, Պուտինին բացարձակ թույլ չի տալիս, որ պատերազմը դադարեցնի ու ստիպում է, որ գնա առաջ։ Բայց այստեղ մի բան էլ կա, որ ճիշտ է, այդ պատերազմը սկսելու համար Սինձենպինը Չինաստանը խորհուրդ տվեց Պուտինին ու խոստում տվեց նաև, որ կօգնի մինչև վերջ ամեն ինչով, որպեսզի Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, բլիցկրիգով գրավի Ուկրաինան ու անցնի եվրոպական մյուս երկրներին։ Այսինքն սրանց երկուսի նպատակներ գրավել արևելյան Եվրոպան, ոչ թե արևմտյան, որտեղ գիտեին, իրանք շատ լավ հասկանում էին, որ նրանց վրա իրանց ուժը չի պատելու։ Նրանք մտադրվել էին այս ձևով, որ կարողանան բլիցկրիգով, եթե ձեռք բերեր Ռուսաստանը Ուկրաինան, արդեն իր համար հեշտ կլիներ, չնայած նրանք բոլորն էլ նատոյական երկրներ են, բայց Ռուսաստանին թվում է, թե ինքը Պուտինին համոզել էին, որ իրանց բանակը ինքան հզոր է, որ ինքը կհաղթի նաև նատոյին, ու ինչն էր հիմնականում դրված հիմքում, որ ինքը միջուկային երկիր է, որ կսպառնա ատոմային պատերազմով, բնականաբար ոչ ոք դա չի ուզում, նույնիսկ Չինաստանն էլ չի ուզենա ատոմային պատերազմ, ու եթե թույլ տար, սա կաներ, չի թույլ տա, բայց վախացնել դրանով եվրոպական երկրներին, որ ասենք ինքը մանր երկրների վրա հարձակվեր, նրանք չմիջամտեին, նատոն չմիջամտեր, դրա համար պետք է ինքը ամենօրյա ռեժիմով, Սալավյով կոչված շան բերանով, ջհուդ շան բերանով, ինքը սպառնար եվրոպական երկրներին ատոմային ռումբով, ատոմային պատերազմով, բայց ոնց որ տեսանք պլանները չկարողա, իրանց ծրագիրը չկատարվեց, հետո իշխանության պրեզիդենտ դարձավ Ամերիկայի Տրամպը, քանի որ գիտի, հասկացել է Պուտինի որակը, որ նա անպայման պիտի հասնի ինչ-որ մի բանի, որ կարողանա իր ժողովրդին ցույց տա ինչ-որ մի բան, ինչ-որ մի արդյունք այդ պատերազմից, սկսեց օգնել։ Այսօրվա դրությամբ Տրամպը ամեն ինչ անում է, որ Եվրոպան էլ միանա իրեն ու բոլորով միասին ստիպեն Ուկրաինային, որ զիջումների գնա ու զիջումների գնով դադարի այս պատերազմը, որովհետև Պուտինը այդ տարածքները, որը գրավել է Ուկրաինայից, իբր թե գրավել է կամ նպատակ ունի, որ գրավի, դեռ չգրավածն էլ մցրել է իր
երկրի կոնստիտուցիայի սահմանադրության մեջ, դրա համար նա հիմա խաղաղության չի կարողանում գնալ, չնայած երկիրը արագ ձևով և քաղաքականապես և տնտեսապես արագ ձևով գնում է անդունդը, բանը հասավ նրան, որ սկսեց գռփել օլիգարխներին, միլիարդատերերին ու փորձ է անում գռփել նաև ժողովրդին, իրենով անել մարդկանց ժողովրդի ավանդները բանկերում, այդ ճանապարհի վրա են, դրա վրա էլ է աշխատում ու խոսք կա, որ մոբիլիզացիանի բռնի դրա մասին էլ է խոսվում, իսկ երբ որ այսքան ասենք ասում են, կրկնում են, խոսում են, ուրեմն դա իրոք լինելու է մոբիլիզացիա, ասում են ներքին կարգով գնում է, բայց դե ես չգիտեմ, դրանք ուղղակի խոսակցությունային լուրեր են, թե իրոք ներքին կարգով գնում է Ռուսաստանում նաև մոբիլիզացիա, մի խոսքով Պուտինին պետք է գումար, որը այլևս Չինաստանը չի տրամադրում նրան և մարդկային ուժ, որպեսզի կարողանա հասնի, եթե Զելենսկին դիմադրի մինչև վերջ, ուկրաինացի ժողովուրդը դիմադրի ու ոչ մի բան չզիջի իրեն, այդ նվեր չտա իր տարածքները, նա մտադիր է այդ ամեն ինչը անել ուժով, 2 ամիս ժամանակ է տվել Զելենսկուն, այդ էլ Տրամպից սովորեց, կապիկի նման ընդօրինակում են բոլորին, որ Զելենսկին կողմնորոշվի, ասելով, որ ավելի վատ կլինի, եթե դու հենց հիմա չհամաձայնվես, ուրեմն Պեսկովը իր ելույթում, այսինքն ելույթը որն է, ժուրնալիստի հարցին էր պատասխանում, լրագրողի հարցին էր պատասխանում, ասում է, Զելենսկին դեռ պարտավոր էր, обязан ասեց, դեռ 3 համաձայնված լիներ, եթե 3 չի համաձայնվել, ուրեմն պարտավոր է այսօրվա դրությամբ համաձայնվի ու դուրս գա Դոնբասից, տեսեք, ժողովուրդ, պարտավոր է, բայց ով ասեց, որ պարտավոր է, ոչ մեկի ոչ մի բան պարտավոր չի, քանի որ Ուկրաինան նույնպես սուվերեն երկիր է, Ուկրաինան ունի իր սահմանադրությունը և Զելենսկին էլ պատասխանատու է իր ժողովրդի առաջ, սրանք այդ բաները չեն հասկանում, չեն ուզում ընդունել, որովհետև մեր հետ սովետական այս բոլոր երկրներին նրանք նայում են որպես իրենց սեփականություն ու դրա մասին էր նաև այն առաջարկը, որ այս ցինիկը Պուտին կոչեցյալ այդ մոնղոլ թաթաթիզուկը առաջարկեց նաև Նիկոլ Փաշինյանին, որ թույլ տուր թող մեր մարդիկ, որ դեսանտ են իջեցրել ձեր երկիր, մասնակցեն ընտրություններին, լավաչասից ու արանենց, որ իրանք քեզ հաղթեն, բայց Նիկոլ Փաշինյանը շատ գեղեցիկ ձևով, շատ պարկեշտ ձևով ներկայացրեց մեր սահմանադրությունը, որ այլ երկրի քաղաքացիություն ունեցող մարդը երկքաղաքացին չի կարող լինել թեկնածու կամ վարչապետ, պլյուս որ չի ապրել որոշակի տարիներ, չի ապրել Հայաստանում, ուրեմն սրա ցինիկության ու տագետության աստիճանը դուք նայեք, ժողովուրդ ջան, որ ստիպում է իր կարճ խելքով, էլի փորձեց ստիպել մեր վարչապետին, իրան թված, թե թզուկ նարկաման Սերժն կամ այն թուրքի արտադրած
Թուրքի խոխան դիմացը Քոչարովը Թայլատ Քոչարովը խառնեց իրան թվաց թե այդ մարդիկ են իր առաջ հեսա Փաշինյանը ձեռով ընկած վախեցած կհամաձայնվի բայց Փաշինյանը ճպացրեց դեմքին ու այդ արդեն 2 օր ամսի 1-ին էր չէ իրանց հանդիպումը ամբողջ լրատվականները թնդում է որ Կրեմլում հենց իր երկրի մեջ իրեն հյուր գնացած Փաշինյանը, որը ներկայացնում է մի փոքրիկ գողտրիկ Հայաստան, ճպացրեց ճակատին այն ամենը, ինչ որ կա մեր երկրում ու չկա իրենց երկրում, որ մենք հարգում ենք մեր սահմանադրությունը, ի տարբերություն իրենց, մենք հարգում ենք ուրիշների սահմանադրությունը, ի տարբերություն իրենց։ Ես լսեցի նաև ադրբեջանցի մի բլոգերի, հենց վրդոված էր այդ մարդը, ռուսերեն էր խոսում իհարկե, ասում է, ինչ զգայուն թեմա է, ասում է, Ղարաբաղի թեման, ասում է, ինչի է նորից բարձրացնում, պարզ է ինչի է նորից բարձրացնում, կորցրել են են մահակը, ձեռքներից ընկել է, հիմա ուզում են նորից վերցնել, նորից մեր երկու ժողովուրդներին հանել իրար դեմ ու մեջտեղում շահել։ Բացի դա, ես ինչի համար ասացի, որ մտել է փակուղի, որ եթե իրան հաջողվի, սենց ծրագիր ունի Պուտինը, թե Զելենսկուն ճնշելու միջոցով, այդ ուկրաինացի ժողովրդին ճնշելու միջոցով, կամ ինչ-որ ուժով, կամ ճնշումով, կամ ուժով, ասենք ռմբակոծելով, չգիտեմ, ավիրելով, կանդելով, մարդկային զոհեր պատճառելով Ուկրաինային, կարողանա ձեռք բերել Դոնբասը շատ հնարավոր է, որ կանգնեցնի պատերազմը, որտեղ այլևս հույս չկա, որ իրանք կարողանալու են առաջ գնալ։ Մի խոսքով Եվրոպան գրավելու այդ պլանը, ծրագիրը չիրագործվեց։ Հիմա և Ռուսաստանը, և Չինաստանը երկուսն էլ վախենում են Էրդողանի մեծ թուրանի ծրագրից։ Դրա համար Պուտինը դեսանտ իջեցրեց մեր մոտ Հայաստան, որպեսզի կարողանա իշխանությունը փոխել, վերցնել Սյունիքը ու հսկել այդ ճանապարհը, փոշիացնել Տրամպի ուղին ու Թուրքիայի գերակա դերը տարածաշրջանում փոշիացնել, որովհետև այս երկու երկրներն էլ վախենում են մեծ թուրանի գաղափարից, որովհետև դա ռումբա Ռուսաստանի տակ և ռումբա Չինաստանի քթի տակ։ Հիմա ինչ պետք է անեն իրանք, որ այդ ամեն ինչը փոշիացնեն։ Նախ կփորձի այս թզուկ մոնղոլ թաթարը իր շրջապատով գողոավազակ շատ ներողություն գողերով ու բոզերով կփորձեն Հայաստանի միջոցով, Հայաստանում իշխանությունը փոխելու միջոցով այդ հարցերը լուծեն։ Եթե չստացվեց, ժողովուրդ ջան, ուրեմն սա Ուկրաինայի հետ դադարեցնելուց հետո անցնելու է, գրոհելու է Ադրբեջանի վրա։ Նենց որ
Ադրբեջանը ավելի վտանգված է։ Այսօրվա դրությամբ բոլորը այն կարծիքին են, որ Հայաստանն է վտանգված։ Մեր վրա չի հարձակվի, ժողովուրդ ջան, մեր վրա ուժ չի գործադրի։ Կախ փորձի խեղդել տնտեսական այդ ճանապարհով, վիճակը վատացնելով, այսօրվանից կսկսի, ասեմ ձեզ։ Բայց մի հարց էլ կա, որ կարող է եւ սպասի մինչև ընտրությունների ավարտին, որովհետև դա Իրան էլ ձեռնատու չի։ Սպասի, որ սրանք կարող է պատահի կաշառելով, մարդկանց ընտրողներին առնելով, իրանց այդ, չգիտեմ, պրոպագանդայով, սրանով, նրանով հասնեն հաջողության։ Իսկ իշխանափոխությունից հետո, ժողովուրդ ջան, դուք իմացեք մի բան, հաստատ իմացեք, Աստված չանի, եթե սրանք հաջողվեն, ուրեմն հաջորդ քայլը պատերազմն է։ Դա կապահովեն մեր համար։ Հաջորդ քայլը, իսկ որ հիմա այդ ընդդիմադիր կոչված այդ անամոթ այդ տականքները, այդ դավաճան հակահայերը, որ տարածում են, որ Փաշինյանը վախացնում է ժողովրդին պատերազմում, ժողովուրդ ջան, ես բացատրեցի, ինչի համար կլինի պատերազմ, որովհետև Ռուսաստանը պիտի դուրս գա այդ փակուղուց, դուք հասկանում եք, մի կողմից Չինաստանն է ճնշում, մյուս կողմից Ամերիկան, երկուսին էլ պետք է սրա ընդերքը։ Հասկացաք, ժողովուրդ ջան, որպեսզի նրան էլ, նրա ազդեցության տակից էլ դուրս գա, նրան էլ չենթարկվի, սա պիտի իրան ուրիշ ճանապարհ բացի, փակուղուց դուրս գալու, իսկ այդ ուրիշ ճանապարհը անցնում է Ադրբեջանով։ Եթե Հայաստանում մնա մեր իշխանությունը ու պիտի մնա, Հայաստանին չի կարողանալու խառնել այդ ավանտյուրայի մեջ։ Իսկ եթե Աստված չանի հանկարծ սրանցից որևիցե մեկը հասավ հաջողության, այս 3 գլխանի, այս 4 գլխանի հրեշներից մեկը հասավ հաջողության, ժողովուրդ ջան, դուք իմացեք, որ Հայաստան չկա։ Ու չի լինելու այլևս, պլյուս այն մեր խեղճ երեխեքը գնալու, մեր երեխեքին տանելու են մատաղանեն, և իրանց համար, և այդ կռիվ են սարքելու, պատերազմ են հրահրելու, ու մենք էլի ունենալու ենք զոհեր, չհաշված այն, որ այլևս Ղարաբաղ չկա, որ Ղարաբաղի տարածքում լինելու է հենց Հայաստանի տարածքում։ Դուք հասկանում եք, ինչ են ուզում անել։ Իսկ մենք ոնց պիտի պաշտպանվենք։ Մենք ամեն գնով, ժողովուրդ, ուշադիր, պիտի պահենք մեր պետականությունը, իսկ դրա համար մեր ինքնությունը, մեր ինքնուրույնությունը, իսկ դրա համար մենք պիտի պահենք այս առաջատար ուժերին, իշխանությունը պիտի հաստատենք ու սրանց թողնենք, ժողովուրդ ջան, ընտրություններում թողնենք 0-ի վրա, 0։ Քանի որ խոսեցի սրանց մասին, հիմա, պարոն Փաշինյանի այցի մասին ասեցի, Մոսկվա, ու այդ դեպքին մի 2 բառով անդրադառնամ, 2 բառով, ավելի դրանք չարժեն, այդ տղամարդ կոչված է, էլի, որ ամոթել է դրան տղամարդ ասել, որ սադրանք իրականացրեց մեր վարչապետի դեմ իբր թե, բայց իրականում ինքը սադրեց իրեն, որովհետև մեկը ես, մեկը մյուսը, բոլորը համոզված եմ,
նորմալ մարդիկ մտածեցին, որ այդ երեխան Գաբրիելան դատապարտված է, որովհետև նա ստիպեց այդ երեխային անել այն, ինչ որ այդ երեխան չէր ուզում։ Իսկ եթե այսօր ինքը ստիպում է այդ երեխային բռնանում է նրա բարոյականության, նրա ցանկությունների վրա, վաղը մյուս օրը չկասկածեք բռնանալու է եւ ֆիզիկապես այդ երեխայի վրա։ Չզարմանաք, եթե լսեք, որ սա սեռական հարաբերություն է ունեցել հենց իր իսկ աղջկա, հենց Գաբրիելայի հետ։ Եղավ չէ, տենց դեպք Մոսկվայում այն 3 աղջիկները, որ սպանեցին իրենց օրը ու նրանց արդարացրեցին։ Չզարմանաք, որովհետև մի ծնող, որ կարա իր կեղտոտ նպատակի համար իր երեխային, աղջիկ երեխային ընդ որում բերի օգտագործի ցինիկ ձևով, ուրեմն նրանից ամեն բան սպասելի է։ Այդ երեխայի հանդեպ ամեն ոտնաձգություն առանց բացառության, ժողովուրդ ջան։ Ու այդ այն մյուս դեպքի մասին մի երկու բառ էլ ասեմ, այդ որ թուրքի արտադրանքը, թուրքը խոխան գնացել էր Հրազդան, էլի ծնող, որ զոհում էր, էլի աղջիկ երեխայի, տարիքով իհարկե ավելի փոքր, այդ խեղճ երեխուն հագցրել են տարազ, սովորացրել են իր գլխից մեծ մտքեր են դրել ու բառեր, աղ ու հաց տվել են ձեռը ու դիմավորում է ում մի հատ հրեշի։ Խեղճ երեխան դրան որ տեսավ, քիչ էր մնում լեզուն կուլ գնար։ Էլի իմացածն էլ մոռացավ, քիչ էր մնում լացելներ արդեն։ Սա որ տեսավ տենց վիճակա, գրկեց այդ երեխուն։ Ես ասի, այս երեխու ուշքը կգնա, լավ էր, բայց անենց դիստանցիա պահեց այդ պստիկը, ոնց որ զգար էլի դրա այդ նեգատիվ էներգիան, երեխան սենց հետ քաշվեց դրանից մի տեսակ։ Գիտեք, անմեղ երեխա է, ինչ ասել են, ստիպել են այդ երեխան անում։ Ուղղակի ես ուզում եմ, պարզապես կներեք ժողովուրդ ջան, բայց պիտի ասեմ, թքեմ այդ ծնողների դեմքին, շատ կուզենայի, որ ինչ որ մի օր, ինչ որ միտեղ հանդիպեի, ուղղակի սենց թքեի դրանց դեմքին, իրանց անմեղ երեխուն օգտագործելու համար։ Գիտեք ինչ, ուրիշ բան է, եթե ինչ որ, ասենք, ստացվում է տենց, բայց որ բարդադրված, հագցրած, աղուած դեռը տված, բերել են այդ երեխուն ու ստիպել են ինչ-որ բառեր անգիրանի, որ ասի այդ հրեշին, ու երեխեն դրան, երեխեն մտածել էր մի հատ բարի պապիկ է էլի գալու, այդ հրեշին տեսավ, խեղճ երեխեն ամեն ինչ մոռացավ, այդ բառերն էլ մոռացավ, արդեն ուզում էր լաց լիներ, էսի հասկացավ, որ որ է լաց ալնելու, այդ հաց-մաց կցելու է, գրկեց, ասից ձերձվեցեք, գրկեց, մի հատ էլ այդ ինչ կեղծ վերաբերմունքեր այդ երեխու հետ, այդ ինչ կեղտոտ ձևով մի հատ համբուրեց այդ երեխուն, կապիկի նման ընդօրինակելով Նիկոլ Փաշինյանին, ու այդ տականքը չի հասկանում, որ այն նայողը տեսնում է Նիկոլ Փաշինյանի զգացմունքները այդ երեխայի նկատմամբ ու իր կեղծ ու կեղտոտ զգացմունքները այդ երեխայի հանդեպ։ Երեխա է սիրում այդ տականք, մոռացել ես, եթե դու մոռացել ես, ես չեմ մոռացել, որ հենց այդ տարիքի երեխաները քո ժամանակ, որ ասում ես իմ ժամանակ, մանկապարտեզում սոված էին, մանկապարտեզներում
Նարկոման Սերժի ժամանակով ես արդեն Հայաստանում չեմ եղել, բայց այդ քո օրոք էր։ Քո ժամանակով էր, որ ես տեսա, ոնց երեխեքը հացի փշուրների վրա հարցակվեցին, համանգապարտեզում գետնից հավաքում էին։ Ու դրանից հետո ամեն օր քույրս մանգապարտեզում երկրորդ հերթի դաստիարակչուհի էր։ Մի հատ հացի ես էի առնում, մի հատ ինքը, որ բաժանեն այդ երեխեքին, որ սոված չգնան, շատերը մի քանիսը գիշերօթիկում էին մնում, կամ տես չհարցակվեն հացի փշուրների վրա, իսկ մանգապարտեզից հաց էին վաճառում, բայց քանի որ դրանց հետ մենք չէինք կարող, ոնց որ ասում են, գլուխ տանել, մենք մեր գրպանից երեխեքին հաց էինք առնում, բայց այդ դեպքը ես երբեք չեմ մոռանա, աչքիս առաջա, երեխա ես սիրում դու, հա, դու սկի քո երեխուն չես սիրում, եթե դու քո երեխային սիրեիր, դու չէիր բերի քո տղային ազգային ժողով, դարձնեիր ծաղր ու ծանագի առարկա, դու ոչ մեկի չես սիրում, տականք, դու ոչ մեկի չես սիրում, քո միջից այդ զգացմունքը հանած ջնջածա, դու հրեշ ես, ու եթե քեզ թվում է, որ այս ժողովուրդը նորից երկիրը կտա քո նման հրեշին, չարաչար սխալվում ես, ուրեմն ժողովուրդ ջան, հա, ես էլ ասեմ չմոռանամ հանկարծ, վատ լուր ունեմ քո համար, տականք, Կիրենկոն փախել է Մոսկվայից, ուզում էին ձերբակալեին, հասցրեց փախավ, որովհետև այս ամեն ինչի համար, ինչ որ կատարվում է հիմա, այս ինտերնետի հետ պատասխանատու Կիրենկոն է, Կիրենկոն ձախողեց դա, որովհետև նա նենց պետք է անեին, որ ժողովուրդը չզգար այդ տարբերությունը, որ մեկից մյուսին անցնեն, բայց խայտարակ վիճակի մեջ ընկան, դրա համար Կիրենկոին ուզում էին քավության նոխազ դարձնել, ձերբակալել, բայց հասցրեց փախավ, նենց որ հովանավորդ էլ չկա, ընդեղ չի, հասկացար այդ չատլախ, լավ, ժողովուրդ ջան, չեմ ուզում ձեզ սանձրացնել, մի բան էլ ասեմ ու վերջացնեմ, երեկ լսում էի Գնել Սարգսյանին ու Զոպա Սաֆարյանին Միացյալ ուժերով ինչ-որ հասարակական կազմակերպություն են հիմնել, որ հանդիպեն ժողովրդի հետ, բացատրեն ժողովրդին եղելությունը ամեն ինչ ու ողջունում եմ, շատ ուրախ եմ, հաջողություն ձեզ, հաջողություն ձեր գործին ու վստահ եմ ժողովուրդ ջան, որ դուք ճիշտ կկողմնորոշվեք, իսկ են մարդիկ, որ փորձում են, որ համաձայն են ծախել իրանց երկիրը, հանուն ինչ-որ 100,000 դրամի կամ 150,000 դրամի, գետինը մտեք էլի, այ հիմա պետք է նորից Արամ Ավետիսյանի խոսքը ասեմ ձեզ, ժավել խմեք, մեռեք, դուք ապրելու իրավունք չունեք, իսկ հա, մի երկու բառ էլ ասեմ են եկեղեցու դեպքի մասին, ժողովուրդ ջան, գիտեք ինչ, իմ կարծիքով
այս ընտանիքը, նախ այս ընտանիքը աղանդավոր է։ Առաջին պահերին երևի զգուշացված չէր, կամ չգիտեմ ոնց եղավ են, փաստաբան ներկայացող տիկինը ասեց հավատացյալ ընտանիքա, դե իրանք հավատացյալներ են, դե էդ իրանց ընտանեկան գործն է, մենք կապ չունենք, գործ չունենք դրա հետ։ Դուք գիտեք, չէ, Հայաստանում ում են ասում հավատացյալ կամ հավատացյալների ընտանիք, աղանդավորների։ Այս ընտանիքը աղանդավոր է։ Նախ, ինչ գործ ունեն աղանդավորները այդ եկեղեցում։ Նրանք ունեն իրանց առանձին հավաքվելու տեղը, նրանք եկեղեցի չեն գնում, որովհետև ի տարբերություն մեզ քրիստոնյաներիս, նրանք համարում են, որ Քրիստոսն է Աստվածը։ Հասկացաք։ Ես անձամբ եմ լսել իրանց երգը, իրանց այդ հավաքատեղիում, ինչ շատ հետաքրքիր էր, գնացի մի անգամ, ու որ երգում էին Էմանուիլ Գասպոց։ Էմանուիլ իրանք ասում են Քրիստոսին, ժողովուրդ ջան, իրանց ասելով Քրիստոսն է Աստվածը։ Ու հայտնվել էին այդ եղեցում։ Ստեղից եզրակացություն, որի մասին իդեպ վաղուց եմ խոսում, այն եկեղեցականները, որոնք դեմ են Կտրիչ Ներսիսյանին, որ Կտրիչ Ներսիսյանը մեր կրոնի մեջ աղանդ է մտցնում եւ աղանդավորներին բերում է եկեղեցի ու նվիրում է եկեղեցիները, կարելի է ես նույնիսկ կասկածում եմ, որ վաճառում է եկեղեցիները աղանդավորներին, ժողովուրդ ջան, այդ կարգի այլանդակությունը, այդ փնթի խուժան տերտերը։ Ես դրան ուրիշ ձև չեմ կարող ասել, ոչ ծայրագույն, ոչ կաթողիկոս, ոչ չգիտեմ, այդ ով է որ լինի Հայաստանում եկեղեցու տերուտիրական, այսինքն տերուտիրականը ժողովուրդն է իհարկե, առաջնորդ լինի, ծայրագույն առաջնորդ։ Ժողովուրդ ջան, դա ծայրագույն չատլախ է եւ չատլախի ծնունդ։ Ու պատահական մեկն է, որ հայտնվել է այդ աթոռին։ Ու հիմա հենց հիմա գտնվում է քստմնելի, ծիծաղելու վիճակում, ուղղակի այնքան անամոթ է էսի, որ նույնիսկ իր այդ վիճակից չի ազդվում։ Փալաս, այդ կարգի փալասա, դե հələ ինքն ու իրա ծայրագույն եղբայրը, այդ ծայրագույնը իրա ծայրագույն եղբոր հետ դեռ երազանքներ ունեն, որ կարող է իշխանություն փոխվի, ախորժակների կացախ, գիշ Գրիգորի լկտի թուլաներ, քրդի թուլաներ, ձեր ախորժակին կացախ է սպասվում։ Ու իդեպ հա, այս տղայի մասին էի ասում, աշխատել էին այդ տղայի վրա, իդեպ, բայց գիտեք, ամենաանբարոյականը որն է, և շրջապատի սրանց, և ծնողների, որ ոչ մեկը վարչապետից չփորձեց նույնիսկ ներողություն խնդրել այդ տղայի անունից։ Ոչ ոք։ Հիմա գիտեք, ես այդ հարցը չեմ քննարկելու, ենթակա է հակալանքի, ենթակա չի, որոշել է դատավորը, սխալ է որոշել, թող առողջական խնդիրներով հիմա գտնվում է հիվանդանոցում, թող դիմեն վճռաբեկ։ Հարցը դա չի, ժողովուրդ ջան։ Եվ հետո դուրս է գալիս, որ
ով առողջական խնդիրներ ունի, կարա գնա մարզպանի, ձեռք բարձրացնի պետության ղեկավարի վրա, ինչ ուզենա, այն էլ անի, հա, տենց հա դուրս գալիս, էտա ձեր լոգիկան, լավ, հլա էտի թողենք մի կողմ, ծնող ես դու, մայր ես, իբր թե, քո երեխան փորձանքի մեջ ա, եթե ես մտնում պաշտպանում ես, հերոսացնում ես քո տղային ու անդադար ես առաջ բրթում, որ առողջական խնդիրներ ունի, փորձեցիր մի անգամ ներողություն խնդրել վարչապետից, վերջի երկրի ղեկավարն ա, չէ, բա դու ծնող ես, քո երեխան էդ պիտի լիներ, ոչ ավել, ոչ պակաս, ու եկել են, ինչ են երգում, վերջին զանգին չի մասնակցելու, ուշքն ա գնացել, ռեանիմատ, վերակենդանացման վաշնում ա, այդ վերակենդանացման հիվանդը ենթակա վերակենդանացման, լավ էլ շուրջն էր նայում, լավ էլ ձեր հարցերին պատասխանում էր, այդ թատրոնը մցրեք, հետույքներդ, ամոթ ա, հա, լավ, հաշվի առնելով, որ ընդամենը 18 տարեկան ա, հաշվի առնելով առողջական վիճակը, ես վստահ եմ, որ ինչ-որ զիջումներ կանեն այս տղային, իհարկե շատ ճոխ զիջումներ չսպասեք, որովհետև չի կարելի ոգևորել մյուսներին, բայց հարցը դրանում չի, հարցը նրանում ա, որ ոչ այդ տղան, ոչ իրա եղբայրը, ոչ մայրը, հայրունի չունի, ինչ-որ հետքեր չտեսանք, ներողություն չխնդրեցին վարչապետից, որովհետև իրանք ինչ-որ մեկի մտերիմներն են, որը շատ խնդիրներ ու հարցեր ունի այս կառավարության հետ, ես հիմա կոնկրետ չեմ կարող ասել ում, բայց կա տենց մեկը, որը կնեղանար, եթե դա զուտ պատահականություն լիներ, եթե դա պահի ազդեցության տակ լիներ, եթե ուղղակի այդ տղան այդ տիպի, ասենք կան, չէ, տենց դյուրագրգիռ տղաներ, եթե դրանցից լիներ, այդ ամեն ինչ անցնելուց հետո, եթե նույնիսկ ինքը, չէ, գոնե ծնողները ներողություն կխնդրեին պետության ղեկավարից, բայց տեսեք, որ դա գալիս է հիմքից, դա գալիս է խորքից, ժողովուրդ ջան, նենց որ, ես տենց անսիրտ մարդ չեմ, որ ասեմ, աղի, տարեք, կոտորեք, կախեք, սպանեք, քրտեք, որդեք 18 տարեկանին, չէ, բայց նախ 18 տարեկանը երեխա չի, որովհետև իրա տարիքի տղաները դիրքեր են պահում, բանակում են ծառայում, հա ինքը սովորում ա դեռևս, հասկացանք, բայց առողջական խնդիրները, ինչ-որ բրդել առաջ ու ասել, որ բաց թողեք, որտև ինքը առողջական խնդիրներ ունի, ես շատ առողջական խնդիրներ ունեմ, իրոք իմ վիճակը առողջական ենթակա չի կալանալու, գնամ մարզպանը, գնամ այս պետության ղեկավարին, փորձեմ խփեմ, հա, ինտրիգ սարքեմ, սադրեմ, ինչ-որ չգիտեմ ինչեր անեմ, հա, ով հաշվի կառնի իմ առողջական խնդիրները, նախ ձեզ երեխան շատ լավ պրծավ ու տեղի ժողովուրդն էլ հետ է, ուղղակի հրաշք տեղի ունեցավ, որ այդտեղ մեծ բան չստացվեց, ու հլը մի բան էլ պահանջում են, որ
թիկնապահին դատեն, հրել է իրանց վատառողջ երեխային, բայց թիկնապահը կատարել է իր պարտականությունը, կարար ավելի վատ վերաբերվեր, ուստեղ համոզված եմ Եվրոպայում ավելի վատ կվերաբերվեին, շատ ավելի վատ, նույնն էլ Ամերիկայում, էլ չեմ ասում, Ռուսաստանում լեշը կփռեին, առանց նայելու եկեղեցի է, թե եկեղեցի չի, շնորհակալ եղեք, որ մեր երկրում հիմա տենց կարգեր է, տենց վիճակ է, շնորհակալ եղեք, ժողովուրդ ջան, այն որ ասում են, բանը հասել է պիկին, անբարոյականությունը սրանց մոտ հասել է պիկին, պիկի է հասել, էլ տեղ չկա, վերջին գիծն է, լավ ժողովուրդ ջան, եկեք այսօր սրանով վերջացնենք, կապրենք, կտեսնենք ինչ է լինելու, բայց ես վստահ եմ, ես համոզված եմ, որ լավ է լինելու, ամեն ինչ ձեզանից է կախված, ձեր հասկանալուց, խնայեք ինքներդ ձեզ, խնայեք ձեր երեխաներին, խնայեք ձեր երեխաների ապագան, զրոյի վրա թողեք այդ կապիկներին, այդ վարձ ու սրիկաներին, զրոյի վրա, ժողովուրդ ջան, ոչ մի լավ բան չսպասեք դրանցից, ու ուզում են ինձ մեղադրեն, ինչ ուզում են ասեն, ես հիմա կրկնելու եմ այն, որ արդեն ասել եմ վաղուց, ռուսից պետք է դիստանցավորվել, գիտեք ինչի համար, հիմա այս վերջինն էլ ասում, այն շատ հետաքրքիր էր, դրանք երբ են ընդունել քրիստոնեություն, խորացա այդ թեմայի մեջ, պասվեց, որ սրանք եղել են Կիևյան Ռուսիայում, որը կոչվել է Կիևսկի Ռուս, այդտեղ հաստատվել են, պետություն են հիմնել, հին սլավոնները, իշխաններից մի քանիսը, իրանց ժողովրդով, դե այն ժամանակ ճորտատիրական կարգեր էր, չէ, իրանց այդ ճորտերով, իրանց ժողովրդով, իրանց ընտանիքներով, դուրս են եկել Կիևյան Ռուսիայից, շարժվել են դեպի Ուրալ, որտեղ հանդիպել են մոնղոլ, թաթարական, թափառական ցեղերին ու խաչասերվել են սրանց հետ, որից էլ առաջացել է ռուս ժողովուրդը, ոչ թե ուկրաինացի, այլ ռուս, իսկ սրանք ասում են, որ ուկրաինացիներից առաջ ենք եղել, մենք ենք ստեղծել Ուկրաինան, ոչ, Ուկրաինան եղել է պետություն այն ժամանակ, երբ որ դուք խաչասերվում էիք մոնղոլ թաթարական ազգերի հետ, ու ցեղախմբերի ավելի ճիշտ, ու առաջանում էր ձեր անիծված ազգը, իսկ քրիստոնեություն սրանք ընդունել են այն ժամանակ, երբ որ եղել են Կիևյան Ռուսիայում, իրանց այդ հավատը ընդունել է Վլադիսլավ իշխանը, կնյազ Վլադիսլավը, որը որպես պետական կրոն ընդունել է քրիստոնեությունը 988 թվին, ժողովուրդ ջան, այնպես որ սրանք ոչ մաքուր սլավոններ են, ոչ էլ կարգին կարելի է ասել քրիստոնյաներ են, ամեն ինչ սրանց մոտ աղավաղված է, դրա համար էլ երկիշ չդարձան, մնացին ցեղախումբ ու խանգարում են բոլորին, սրանց անբարոյականությունը, սրանց լկտիությունը հասել է պիկին,
Իսկ այս ամեն ինչը, որ հիմա Հայաստանում կա, այս բացասական բաները ժողովրդի մեջ համոզված եղեք, ամբողջը բերված է այդ ուբորնի երկրից, այդ ցեղախմբից, այդ ուբորնի երկրից, որը նույնիսկ չի կարելի երկիր համարել, մի երկրում, եթե մարդու ավանդը պաշտպանված չի, մարդու կյանքը պաշտպանված չի, մարդը արժեք չունի, ոնց կարելի է դա համարել երկիր, այս քաղաքակրթության պայմաններում ժողովուրդ ջան, ուրեմն հասկացեք, ռուսի կողքը չպետք է կանգնես, եթե կանգնում ես, ուրեմն պայմանագիր կնքի մահվան հրեշտակի հետ, այսքան է, ժողովուրդ ջան, ձեզ լավ օրեր եմ մաղթում, Հայաստան աշխարհին, խաղաղություն ամենակարևորը, պահեք, պահպանեք այդ խաղաղությունը ժողովուրդ ջան, ամենաթանկ բանն է, այսօրվա դրությամբ, մեր երկրում խաղաղությունը, ու ապագայում էլ է լինելու, եթե դուք խելացի գտնվեք, ուրեմն եկեք խելացի լինենք, եկեք մենք մեզ չվնասենք, այսքան ժողովուրդ ջան, ու մեր զոհված տղաների արյունը ջրի հետ չխառնենք, որովհետև նրանք ընկան, որ Հայաստանը ունենա սուվերենություն, ունենա պետականություն, որ Հայաստանը ծաղկի, եկեք պատվով վերադարձնենք մեր տղաների պարտքը, նրանց սերունդների, կանանց, ծնողների, պատվով, անպատիվ ապրելը հավասար է չապրելուն, ժողովուրդ ջան, այսքանը, կհանդիպենք, բարին են ձեզ։